Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, խիստ լարված ու անկանխատեսելի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի թափով են զարգանում, որ յուրաքանչյուր դետալ կարող է ճակատագրական լինել հերոսների համար։ Հարմար տեղավորվեք, քանի որ այսօր մենք ոչ միայն կբացահայտենք նորագույն սերիայի գաղտնիքները, այլև կվերհիշենք մեր այն բացառիկ կանխատեսումը, որն արդեն սկսում է իրականություն դառնալ։ Սկսենք նվերից ու Մանեից։ Նվերը հմտորեն շարունակում է կառուցել իր ծուղակը, թիրախավորելով Մանեի թուլություններն ու փառասիրությունը։ Նրանք նստած անկեղծանում են և նվերը խորամանկորեն հայտարարում է, որ ինքն ամեն ինչ գիտի Մանեի անցյալի ու գաղտնիքների մասին։ Որպեսզի ավելի շահի աղջկա վստահությունը, նա սկսում է հուզիչ հեքիաթներ հորինել իր կյանքի մասին, ասելով, թե որքան ծանր ու դաժան ճանապարհ է անցել, ինչ դժվարությամբ է հասել մեծ հաջողությունների ու կուտակել իր կարողությունը, և որ այսօր ուզում է այդ ամենը կիսել հենց նրա հետ։ Միամիտ և հիմար Մանեն կուլ է տալիս այս խայծը, անկեղծորեն հավատալով, որ նվերը խելագարի պես սիրահարված է իրեն։ Նա նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ կործանարար խաղի մեջ է մտել, և որ իրեն սպասվում է դաժան հիասթափություն, քանի որ նվերի միակ նպատակը հարութից վրեժ լուծելն է։ Մինչ Մանեն ապրում է իր պատրանքներով, Մինասի տանը կրքերը նույնպես եռում են։ Սյուզին կարծես թողած իր սեփական կյանքն ու խնդիրները սևեռվել է Սեդայի վրա։ Նա անընդհատ փորփրում է Սեդայի անցյալը, հետևում նրան ամեն մի քայլին և փորձում ներկայացնել նրան որպես ստախոս ու մեղավոր։ Այս անառողջ մթնոլորտից Էլենը վերջնականապես հունից դուրս է գալիս։ Նա դեմքին շպրտում է քրոջը ողջ ճշմարտությունը, մեղադրելով, որ Սյուզին բացարձակապես չի հետաքրքրվում իր հարազատ քրոջով։ Էլենը բազմիմաստ ակնարկում է, որ միգուցե ինքն էլ իր կյանքում լուրջ նորություններ ունի, բայց Սյուզին այնքան տարված է Սեդային ոչնչացնելով, որ չի էլ նկատում դա, իսկ այս ընթացքում հարութի շուրջ օղակը սեղմվում է։ Նրա ընկերը Գոռը տագնապած գալիս է հարութի տուն և մայրիկին հայտնում ահավոր լուրը։ Ոստիկանությունն արդեն պաշտոնապես հետախուզում է հայտարարել և շուտով կձերբակալի Հարութին։ Մայրը խուճապի ու ծայրահեղ անհանգստության մեջ է։ Գոռը նաև հայտնում է, որ Մանեն նույնպես կապի դուրս չի գալիս և ենթադրում է, թե միգուցե Հարութն ու Մանեն միասին են թաքնվում, բայց որքան հեռու է Գոռը իրականությունից։ Իրականում Մանեն վայելում է նվերի ներկայությունը, իսկ Հարութը Սեդայի հետ է։ Հուսահատված Հարութը գաղտնի գնացել էր Սեդայի տան մոտ, խնդրելու, որ նա ոստիկանությունում ճշմարտացի ցուցմունք տա և ապացուցի իր անմեղությունը։ Սեդան գաղտնի դուրս էր եկել տնից, իսկ եղբոր երեխային խնդրել էր ոչ մեկին չասել իրենց հանդիպման մասին։ Սակայն երբ ուշ երեկոյան բոլորը խուճապահար փնտրում են Սեդային, փոքրիկը չի դիմանում լարվածությանն ու հորը պատմում է ամեն ինչ։ Նա ասում է, որ երբ փողոցում էին, մի անծանոթ տղա է մոտեցել Սեդային։ Մինասի գլխում անմիջապես ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նա հասկանում է, որ այդ տղան հենց տաքսիստն է, և նրա մոտ լուրջ կասկածներ են առաջանում, որ Սեդան վաղուց է ճանաչել Հարութին ու նրանցից ինչ-որ մեծ մութ գաղտնիք է թաքցնում։ Այս բոլոր խճճված իրադարձությունները մեզ ուղիղ տանում են դեպի այն բացառիկ կանխատեսումը, որ մենք միասին խոսել ենք նախորդ վերլուծություններում։ Հիշեք մեր խոսքերը։ Իրականում տաքսիստն ամբողջովին անմեղ է։ Այս ստերի ու ինտրիգների արդյունքում Մանեի դավաճանությունը շուտով կբացահայտվի, ինչի պատճառով Հարութն ու Մանեն կբաժանվեն։ Իսկ նվերը իր կույր վրեժխնդրությամբ հավերժ կկորցնի Սեդային։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ, ինչ կոշտ քայլերի կդիմի Մինասը, իմանալով, որ Սեդան գաղտնի հանդիպել է հետախուզման մեջ գտնվող Հարութին։ Անպայման գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, ես անհամբեր սպասում եմ ձեր վերլուծություններին։ Չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաինտրիգային զարգացումներին։ Կհանդիպենք շատ շուտով։